Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 14-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք, դուք գիտեք այսօրվա օրը շատ կարևոր օր է Հայաստանի համար, մեր պետականության համար, հունիսի 14-ին այսօր ժամը 6-ին երեկոյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհավաքվի նիստ է հավաքելու ու կարևորագույն որոշումներ պետք է կայացնի ու մեզ ներկայացնի։ Այդ որոշումները կապված են այն բողոքների հետ, որոնք ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Անվավեր համարելու անցած հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունները վերա հաշվարկ անելու 3 ընտրատարածքներում ամփոփ ներկայացնելու արդյունքները դուք գիտեք հունիսի 14-ը այդ օրն է, երբ որ վերջնական արդյունքները մեր ազգային ժողովի ընտրությունների, վերջի ազգային ժողովի ընտրությունների անպայման պետք է ներկայացվեն։ Ուրեմն բավական լուրջ որոշումներ պետք է ընդունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես ճիշտը ձեզ ասեմ, գիտեմ ինչ որոշումներ կընդունեն, քանի որ դա համապատասխանում է օրենսդրությանը եւ տրամաբանությանը։ Ու կասեմ ձեզ այսօր ինչ որոշումներ երեկոյան կընդունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Անչափ կարևոր որոշումներ են, դրա մասին այսօր կխոսենք, ու այդ ամբողջ process-ը շոշափում է մեր ընտրությունների լեգիտիմության աստիճանը։ Դա է պատճառը, որ այսօրվա օրը անչափ կարևոր է եւ որոշումները, որոնք կընդունվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մյուսը աշխարհում գնում են լուրջ փոփոխություններ, լուրջ process-ներ։ Կարծես թե Իրան Միացյալ Նահանգներ հարվածներից հետո փոխադարձ կարծես թե այսօր Կիրակի օր է, այսօր պետք է on-line ռեժիմով ստորագրեն շատ կարևոր փաստաթղթեր Միացյալ Նահանգները Իրանի հետ։ Մեծ յոթնյակը հավաքվում է վաղը ու հրավիրեցին պարոն Զելենսկուն այդ հանդիպանը։ Կլինի առանձին հանդիպում Դոնալդ Տրամփ, Վլադիմիր Զելենսկի դժվար է ասել, բայց ակնհայտ է կոնտակտներ կլինեն, քննարկումներ կլինեն, մի քանի նիստեր կլինեն, պարոն Զելենսկին հրավիրված է նաև ելույթներով այդ նիստերին, դա է լրջագույն զարգացում, ու մի քանի զարգացումներ ուղղակիորեն կապված Հայաստանի հետ։ Ուրեմն, մեր ներքին քաղաքական զարգացումները անչափ կարևոր են, ընտրական process-ի լեգիտիմությունը անչափ կարևոր է, բացի դրանից զարգացումները, որոնք մեր շուրջ գնում են, ոչ պակաս կարևոր են։ Դա է պատճառը, որ մենք այսօր այդ երկու թեմաներից կխոսենք։ Մինչև սկիզբը մեր աշխատանքի այսօրվա խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին, ձեր ֆինանսական աջակցությունը անչափ կարևոր է։ Դուք տեսնում եք ինչ կարևոր աշխատանք ենք մենք կատարում, որը խլում է մեծ ջանքեր, ուժեր մեզանից, նաև ժամանակ, բայց այդ աշխատանքը մենք լի ենք վճարականության շարունակելու։ Հիմա պարոն Բայրամովը Բաքվում հանդիպեց Միացյալ Նահանգների շատ կարևոր ֆինանսական ինստիտուտներից մեկի ղեկավարների հետ։ Դուք գիտեք Դոնալդ Տրամփ TRIP ծրագիրը, որը պետք է իրականացվի, նաև Հայաստանի մասը կարևորագույնն է այդ TRIP ծրագրի, Դոնալդ Տրամփ ճանապարհ ծրագրի, այնտեղ կան ինստիտուտներ, պետական, նաև ֆինանսական, որոնք կաջակցեն, որ այդ ծրագիրը իրականացվի։ Ու այդ ինստիտուտի ներկայացուցիչները այս անգամ հանդիպեցին նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ, այնտեղ քննարկվում էր կարևորությունը այդ մեծ ծրագրի Դոնալդ Տրամփի, քննարկվում էր դերը Ադրբեջանի այդ ծրագրում ու ինչ պլաններ կան եւ այլ եւ այլ։ Այդ օրինակը ես բերեցի, որ դուք իմանաք, որ process-ը գնում է։ Հայաստանի հետ էլ այս նույն
մեծ հզոր կազմակերպության, ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են, քանի որ TRIP ծրագիրը պարզ է պահանջում է ինվեստիցիա, ներդրումներ, փողեր ու ամերիկացիք իրենց վերադավերցնում են։ Կանադայի վարչապետ ինքը Եվրոպայում է, Իռլանդիայում հանդիպեց Իռլանդիայի վարչապետի հետ, միջ այդ հանդիպեց Ֆրանսիայի նախագահի հետ, Իռլանդիայի վարչապետը կներեք, Կանադայի վարչապետը եկավ Եվրոպա, քանի որ վաղը պետք է մասնակցի մեծ յոթնյակի գագաթնաժողովում, դուք գիտեք մեծ յոթնյակը դա Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Կանադա եւ 4 գլխավոր եվրոպական տնտեսություններ՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Իտալիա։ Այդ մեծ յոթնյակի որոշումները մեծ դեր են խաղում, ազդում են ամբողջ աշխարհի զարգացումների վրա, նաեւ առևտրի ոլորտում, նաեւ տնտեսական ոլորտում, նաեւ քաղաքական որոշումներ ընդունվում են։ Այդ մեծ յոթնյակը այս անգամ հավաքվում է Ֆրանսիայում։ Ու ես նոր ասեցի, որ նաև պարոն Զելենսկին, Ուկրաինայի նախագահան այնտեղ հրավիրված է ելույթով, նաև տարբեր հարցեր պարզակը քննարկվեն ու պարոն Կարտնին, ով Կանադայի վարչապետն է, միջև այդ գագաթնաժողով եկավ Եվրոպա հանդիպումների, ու ստեղ ինչն է կարևոր։ Պարոն վարչապետը Կանադայի ասում է, որ բարդ աշխարհում են ապրում։ Այդ ամենահզոր պետությունները, նույն Միացյալ Նահանգները, Չինաստանը, նույն Ռուսաստանը, պարզ է միջուկային զենք ունեցող այդքան մեծ քանակությամբ Ռուսաստանը, ինչքան էլ թույլ չլինի տնտեսական ոլորտում, այնուամենայնիվ համարվում է այդ, որ ասում են գերտերություն, ու ինչ է ասում պարոն Կարտնին։ Ինքը ասում է, որ այս մեծ գերտերությունների բախումների ժամանակ, բանավեճերի ժամանակ, բախումների ժամանակ պարզ է միջին եւ մանր պետությունները ծանր վիճակի մեջ են ու իրանք պետք է նաեւ համագործակցեն իրար մեջ, որ կարողանան դիմադրել այս բարդ աշխարհում։ Ու ինքը դա ասում էր Եվրոպայում, Եվրոպայի երկրների ղեկավարների հետ, հենց նշելով, որ Եվրոմիության դերը ստեղ հիմա շատ կարևոր է, որ այս ձևի պետությունները, նաև այդվում Կանադան, Եվրոպայի հետ լուրջ աշխատեն։ Ու ես ստեղ պետք է ասեմ, որ համաձայն եմ իր հետ, հենց դա է պատճառը, որ մենք էլ համարում ենք, որ Եվրոմիության հետ պետք է սերտացնել մեր հարաբերությունները, եվրոինտեգրացիայի ճանապարհը ել ավելի արագացնել, քանի որ մեծ գերտերությունների պայքարը գնում է, ծանր է պայքարը, տուրբուլենտությունը, անորոշությունը ուժեղանում է, ու դու պետք է եվրոինտեգրացիայի շրջանակներում, Եվրոմիության հետ միասին ու Եվրոմիության բարեկամ պետությունների հետ միասին, օրինակ Կանադայի, ստեղ համագործակցության մեջ ակտիվ մտնես ու դրանով պահպանես բալանսը, որը առանձին դեպքերում խախտվում է այդ գերտերությունների գործունեության պատճառով։ Այս մտքերը, այս գաղափարները անչափ կարևոր է հասկանալ, ըմբռնել, ուսումնասիրել, որ կարողանաս դիմանալ այս ալեկոծվող աշխարհում։ Պարոն Դոնալդ Թրամփը եւ պարոն Զելենսկին նոր ասեցի մեծ յոթնյակում պարզ է կաշխատեն, չի ասվում առանձին հանդիպում կլինի թե ոչ, բայց պարզ է որ խաչվեն, կքննարկեն հարցեր, բայց այս յոթնյակի գագաթնաժողովը միշտ մեծ կարևոր երևույթ է, վաղը կսկսվի, 3 օր կտևի այդ մեծ յոթնյակի գագաթնաժողովը, այդ լիդերները 7 մեծ յոթնյակի եւ հրավիրված պետությունների լիդերները, այս անգամ նաեւ կա պարոն Զելենսկին, պարզ է կարևորագույն հարցեր կքննարկեն, ինչի մասին է խոսքը, հասկանալի է, բայց ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այդ մեծ պրոցեսները մենք պետք է հետևենք, պետք է հասկանանք ինչ որոշումներ կընդունեն, ինչ տենդենսներ կան։ Հիմա Ուկրաինա, Մոլդովա։ Դուք հիշում եք, որ Հունգարիան միշտ Օրբանի, Հունգարիան միշտ վետո իրավունքը օգտագործում էր, որ չբացվի դուրը Ուկրաինայի դեպի Եվրոմիության անդամակցություն։
Այո, Եվրամիությունը օգնում է Ուկրաինային, հզորագույն օգնություն է կատարում, տարբեր ծրագրեր իրականացնում է նաև ռազմատեխնիկական ոլորտում, բոլորս դա տեսնում ենք, ինչ աջակցություն է տալիս Եվրամիությունը, բայց ինքը փաստը, որ Ուկրաինայի համար դուրը փակված էր դեպի սկիզբը եվրոինտեգրացիայի, то есть նույնիսկ չսկսվի այս process-ը, դա շատ վատ էր։ Հիմա Ուկրաինան, Մոլդովան գրեցին իրանց նամակները, որ իրանք ուզում են ի պաշտոնե դառնալ Եվրամիության անդամ, եւ Ուկրաինան եւ Մոլդովան միաժամանակ մի տարի առաջ դիմեցին ի պաշտոնե։ Քանի որ Ուկրաինայի հարցը չէր կարող առաջ շարժվել Օրբանի նախկին Հունգարիայի վարչապետի պատճառով, ինքը վետո իրավունքը օգտագործում էր, փակում էր ճանապարհ Ուկրաինայի, Մոլդովայի այս դիմումներ այդ կամ լուրջ խորը չէր ուսումնասիրվում Եվրամիության կողմից։ Հիմա, քանի որ նոր ընտրված վարչապետը Պետեր Մադզիարը հանեց այդ վետոն, Եվրամիությունը սկսեց հիմա բանակցային process Ուկրաինայի, Մոլդովայի հետ, որ ակտիվացնի որ process է, տենց էլ իրենք լրջագույն համագործակցություն ունեն, լրջագույն, եւ Մոլդովան եւ Ուկրաինան վաղուց է ասոցիացիայի մեջ են Եվրամիության հետ, վիզա լիբերալիզացիայի process-ը վաղուց է աշխատում է, բայց շատ կարևոր է, որ ի պաշտոնե բացվեն այն կլաստերները, այն ծրագրերը, որոնց համաձայն այդ պետությունները սկսում են շարժ դեպի եվրոինտեգրացիան։ Դուք հիշում եք այդ կարևորագույն պահանջներ դնում են Եվրամիությունը, որ պետությունները քայլ առ քայլ այդ պահանջները լուծեն տարբեր ոլորտների հետ դա կապված անդամակցության մասին է խոսքը։ Ու ստեղ է, որ հիմա դուրը բացվեց ու այդ երկրների հետ հիմա գնում է Եվրամիության կողմից Բրյուսելում գնում են բանակցություններ, որ սկսեն այդ պետությունների արժև դնել խնդիրներ ու իրան կամաց կլուծեն այդ խնդիրները։ Պարզ է, որ տարիներ կգնան դրա համար, բայց ի պաշտոնե ինտեգրացիան Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի դուրը բացված է ու կսկսվի այդ process-ը։ Շատ կարևոր է, որ Հայաստանը սկսեց Եվրամիության հետ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն, եւ Եվրամիության հետ եւ ՆԱՏՕ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ռազմական ուսումնասիրության ոլորտում, մեր ռազմական ակադեմիայի միջև համագործակցության ոլորտում, քանի որ ռազմական ուսուցումը նաև շատ կարևոր է, որ եվրոպական եւ ՆԱՏՕ-ի ստանդարտներով լինի, ու մեր պաշտոնյաները բարձր գլխավոր շտաբից գտնվում էին Բրյուսելում, նաև ՆԱՏՕ-ում, նաև Եվրամիությունում, քննարկում էին հնարավորությունները ոնց խորացնենք։ Էրազմուս ծրագիրը ոչ միայն վերաբերվում է միջ համասարային համագործակցություն, նաև միջ ռազմական ակադեմիաների համագործակցություն անչափ կարևոր ուղղություն է աշխատելու։ Կարևորագույն ոլորտը պարզ է Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններ։ Մենք բոլորս գիտենք ինչքան դա կարևոր է նաև Հայաստանի համար, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ ի վերջո խաղաղության հասնի։ Հիմա եկավ կարևորագույն ինֆորմացիան եւ հաստատում են եւ իրանցիք եւ ամերիկացիք, որ Պակիստանի եւ Քաթարի շնորհիվ էլեկտրոնային պայմանագիր կստորագրվի on-line բանակցություններ այսօր Կիրակի օրը կլինեն, որոնց համաձայն ամերիկացի գերանցիների հետ 60 օրյա զինադադար կհաստատեն եւ ամենակարևորը գլխավոր ինչ որ հարցերի շուրջ համաձայնության եկած են ու այս 60 օրյա զինադադարի ընթացքում կսկսվի բանակցություններ պետությունների միջև Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված։ Քանի որ երբ որ Իրանի միջուկային ծրագրերը առաջ է բերվում, ոչ մի բան չի ստացվում, հիմա ես ինչքան հասկացա, եկան այն ընդհանուրի, որ ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում պետք է ավարտվեն, Հորմուզի նեղուցը պետք է բացվի, սանկցիաները պետք է թուլացվեն, որոնք դրված են Իրանի դեմ եւ այլ։ Ամենակարևորը, որ այս պայմանագիրը on-line ձևով, ոչ կոնտակտով բանակցություններ, այլ on-line ձևերով էլեկտրոնային տարբերակով պլանավորում է ստորագրել
այսօր։ Ճիշտը ձեզ ասեմ, երբ որ ես կարդացի Իրանի արտգործնախարարության հայտարարությունը երեկվա, ինչի հասան իրանք բանակցությունների ժամանակ, ես ասեցի, այդ ցանկությունն է իրանցիների, քանի որ այնտեղ բոլոր կետերն են, որոնք Իրանը պահանջում էր Ամերիկայից, սանկցիաներ հանել Իրանից, դադարեցնել ռազմական գործողությունները, այն շրջափակումը ծովային, որը կա Իրանի դեմ հանել եւ այլ, որոնք ասին ամերիկացիք համաձայն են, որ հետո 60 օր հետո սկսեն նոր բանակցություններ միջուկային ծրագրերի հետ կապված Իրանի։ Ու ես ասացի, դա Իրանի վերսիան է, տարբերակն է այդ խաղացան, բայց երբ հասկացա, որ շատ ու շատ ավելի լուրջ է, քանի որ Միացյալ Նահանգների ներսում Միացյալ Նահանգների սենատոր Ադամ Շիֆը, պատգամավոր կոնգրեսի անդամ Սեթ Մոլտոնը, իրանք դեմոկրատներն են, իրանք մեծ աղմուկ բարձրացրեցին, իրանք ասեցին, այս ինչի հետ համաձայնվեց Դոնալդ Տրամպը, դա ավելի շատ կապիտուլյացիա է Միացյալ Նահանգների Իրանի առջև, այլ ոչ թե ինչ որ փաստաթուղթ խաղաղության մասին։ Իրոք առաջի տպավորությունը, որ միակողմանի զիջումների գնացին ամերիկացիք, չեմ կարծում, որ ռեալ այդպես է, ամբողջ փաստաթուղթը չի հրապարակվում, իրանցիք էլ իրանց մասը հետաքրքրող հրապարակեցին, բայց այնուամենայնիվ այս աղմուկը Միացյալ Նահանգների ներսում դեմոկրատների կողմից ցույց է տալիս, որ շատ հավանական է, որ փաստաթուղթը կստորագրվի ու ստեղ իրանցիք ինչ որ հաջողությունների բանակցությունների միջոցով հասան։ Այս կարևոր զարգացումներ են, մենք պետք է հետևենք, նաև կապված Հայաստանի հետ, նաև այն մտքերը, որ եվրոինտեգրացիան հիմա շատ կարևոր է, քանի որ տուրբուլենտությունը, լարվածությունը աշխարհում շատ ու շատ ուժեղանում է մեծ գերտերությունների միջև, ուրեմն դու պետք է ինչ որ կարևոր կենտրոնի շուրջ համագործակցես, ուժեղացնես քո դիրքերը ու Եվրոմիությունը այդ իմաստով անչափ կարևոր է, տեսակ կանադացիք ղեկավարությունը Կանադայի դա տեսնում է ու համարում է, որ այս դաշինքը Կանադա, Եվրոմիություն, այլ երկրներ պետք է ուժեղանա, որ դիմադրողականությունը ուժեղանա մեր երկրների, բացի դրանից Հայաստանը շատ լավ բալանսավորվող քաղաքականություն է վարում, նաև փայլուն հարաբերություններ ունեն մերոնք մեր կառավարությունը Դոնալդ Տրամպի հետ, իր թիմի հետ։ Հիմա անցնում եմ այսօրվա գլխավոր հարցին։ Այս հաղորդումը դուք նայում եք մի քանի ժամ առաջ, մինչև ժամի 6-ը։ Ժամը 6-ին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անչափ կարևոր որոշումներ ընդունի, մի քանի որոշում։ Ու ես կասեմ ինչ որոշումներ կընդունվեն։ Առաջինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ամփոփի ու տա մեզ վերջնական արդյունքները այն ընտրությունների ազգային ժողովի, որոնք անցան հունիսի 7-ին։ Այս ընտրությունների վերջնական ամփոփ արդյունքները։ Դա օրենքի համաձայն է, ընտրական օրենսգրքի համաձայն է։ Առաջին նախնական արդյունքները մեզ ներկայացրեցին, հիշում եք, ամսի 8-ին հունիսի, երկրորդ օրը ընտրություններից հետո ժամը 9-ին առավոտ, Սահմանադրության համաձայն եւ օրենքների համաձայն վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն հենց այսօր ժամը 6-ին երեկոյան։ Ու ես կարող եմ ասել, ինչ որոշումներ կընդունվեն։ Առաջինը, դուք գիտեք, տարբեր քաղաքական ուժեր իրանք ունեին բողոք գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիշում եք, վերահաշվարկ անել, այդ process-ը ավարտվեց, չեղյալ համարել առանձին տեղամասերում ընտրությունները, այդ process-ներ ավարտվեց, դուք հիշում եք, 3 ընտրատարածքներում տեղամասերում կներեք, 3 տեղամասերում չեղյալ համարվեցին ընտրությունների արդյունքները, դուք հիշում եք, վերահաշվարկ կատարվեց 637 տեղամասերում, մեծ process գնաց, այդ օրենքի համաձայն էր, հիմա նաև կուսակցությունները իրավունք ունեին միջև այս որոշիչ նիստը
կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմում գրել, որ անվավեր համարվեն ընտրությունները։ Ու երկու կուսակցությունները այդ դիմումը գրեցին։ Դա ուժեղ Հայաստանն է եւ միասնության թևեր։ Այդ երկու ընդդիմադիր ուժերը պահանջում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որ ընտրությունների արդյունքները, որոնք անցան հունիսի 7-ին, քանի որ իրանք համարում են մեծ էին թվով խախտումները, սխալները, ֆալսիֆիկացիաները, ինչքան իրանք ասում են այդ իրանց մեկնաբանությունը, իրանք պահանջում են, որ անվավեր համարվի։ Ուրեմն պնդում եմ, որ այսօրվա նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կմերժի այս դիմումը, այս երկու ուժերի։ Ընտրությունները կճանաչվեն վավեր, ոչ թե անվավեր են համարվելու, այլ հակառակը վավեր, քանի որ իրոք ընտրությունները անցան բավական մաքուր, ժողովրդավարական սկզբունքներով, մրցակցային, ինչքան էլ մենք նյուանսների մասին, սխալների մասին չխոսենք առանձին դեպքերով։ Այդ առաջի որոշումը կլինի, կմերժվի այն բողոքը, այն հայտը, որը ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով, ուժեղ Հայաստանը եւ միասնության թևեր։ Ընտրությունները կճանաչվեն վավեր, ընտրությունները կճանաչվեն լեգիտիմ։ Երկրորդ որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կվերաբերվի 3 այն տեղամասերի, որոնց ընտրության արդյունքը անվավեր է համարվել։ 3 տեղամասերի, քանի որ դուք հիշում եք 3 տեղամասերի հետ կապված կային բողոքներ հենց ընդդիմադիր դաշտից ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարեց, որ իրոք սխալները այդքան լուրջ էին, որ 3 տեղամասերի ընտրությունների արդյունքները զրոյացվել են, անվավեր համարվել են։ Ու այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշում ընդունի։ Պնդում եմ, այդ որոշումը կլինի վերաքվեարկություն անցկացնել, կրկնակի քվեարկություն անցկացնել ուղիղ 7 օր անց, դա պահանջում է օրենքը։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրոք այդ 3 տեղամասերում վերաքվեարկություն հայտարարի նշանակի, դա պետք է լինի 7 օրից հետո։ Այդ որոշումը նաև պնդում եմ կլինի, քանի որ դուք գիտեք, որ Բարգավաճ Հայաստանը 3 դիմեց վարչական դատարան բողոքով, որ այս 3 տեղամասերի անվավեր համարելը արդյունքների դա սխալ է, իրանք բողոքարկում էին։ Իրանք ասում էին, դա քաղաքական որոշում է, 3-ից 2-ում մեծ թվեր հավաքեց Բարգավաճ Հայաստանը, մեծ թվով ձայներ, ու դա քաղաքական որոշում էր, որ իրանք չանցնեն ազգային ժողով։ Ու իրանք պնդում էին, որ այդ որոշումները չեղյալ համարելու 3-ից 2 տեղամասերում ընտրությունները պետք է բեկանվի։ Հիմա վարչական դատարանը մերժեց այդ 2 հայցերը Բարգավաճ Հայաստանի։ Վարչական դատարանի բացատրությունը շատ հասարակ էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի գործառույթ հենց այս տեղամասերում վերաքվեարկություն նշանակել, որ վեճ չլինի դրա հետ կապված։ Դա է պատճառը, որ վարչական դատարանի որոշումից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրիշ տարբերակ չունի ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր 3 տեղամասերում, որտեղ որ անվավեր համարվեցին ընտրությունները, վերաքվեարկություն կնշանակի։ Այդ որոշումն շատ տրամաբանական է, կային լուրջ խախտումներ այս ընտրատարածքներում, տեղամասերում, ու ուրեմն այդ 3 տեղամասերում պետք է վերաքվեարկություն անցկացվի։ Այդ որոշումը կընդունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հիմա Բարգավաճ Հայաստանը կոչ արեց ժողովրդին, նաև ընդդիմադիրներին գալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ այսօր ժամը 5:30, հիշում եք, ես ասեցի երեկոյան 6-ին նիստը կսկսվի, գալ ցույց տալ դժգոհությունը, որ այդ քայլերը քաղաքական բնույթ են կրում։ Ես պետք է ասեմ, որ անվավեր համարել այդ 3 տեղամասերում
ընտրությունները շատ տրամաբանական էր, երկուսի հետ կապված մենք ունենք ինֆորմացիան մանրամասն, ակնհայտ է, որ պետք է անվավեր համարվեին, բայց նորից կրկնում եմ, այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կնշանակի վերաքվեարկություն, որ արդարությունը վերականգնվի։ Հիմա կան ուժեր քաղաքական, որոնք ասում են մենք շատ ձայներ կորցրեցինք այդ տեղամասի չեղյալ համարելու պատճառով, նույն քաղաքպայմանագիրը, նույն Բարգավաճ Հայաստանը, ուրեմն վերականգնել պետք է արդարությունը։ Ու երրորդ որոշում կկատարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրության համաձայն կհայտարարի վերջնական արդյունքները այս ընտրությունների, կհայտարարի այն կուսակցություններին, որոնք 4 և 8% շեմերը անցան ու կունենան ֆրակցիաներն ազգային ժողովում։ Այն նախնական տվյալները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ տվեց երեկ, հիշում եք, վերահաշվարկից հետո մեզ տվեցին ինֆորմացիան, որ կուսակցությունների ձայները ավելացան, որ կուսակցությունների ձայները պակասեցին, ինչքան հասկանում ենք այսօրվա նիստում երեկոյան ժամը 6-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կհայտարարվի, որ մենք կունենանք 4 ֆրակցիա ազգային ժողովում։ Քաղաքպայմանագիրը, որը կունենա կայուն մեծամասնություն, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը և Բարգավաճ Հայաստանը։ Բարգավաճ Հայաստանի հետ կապված նորից շարունակվում են ինչ-որ հայտարարություններ, բայց ես հենվում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների վրա, հայտարարությունների վրա։ Կարծես թե Բարգավաճ Հայաստանը անցնում է, բայց ինչ եմ ուզում ասել, այս 3 որոշումները դուք այսօր կտեսնեք, վավեր կհամարվեն այս ընտրությունները, այս ընտրությունների արդյունքները մեզ կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ու կասի այդ ուժերը, որոնք անցան ազգային ժողով, ինչքան մանդատ կստանան, քանակը մանդատների կասեն, և անպայման որոշում կընդունվի 3 տեղամասերի որ վերաքվեարկություն պետք է անցկացվի ուղիղ 7 օր անց, այդ որոշումներ կընդունվի։ Ես ավարտեցի իմ ելույթը, շատ հավանական է, որ նիստից հետո, ժամը երեկոյան 6-ից հետո, մենք նորից կհանդիպենք, քանի որ ես կասկած չունեմ, որ այս որոշումները կընդունվեն, նորից կհանդիպենք ու կամփոփենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները հասկանան ինչքան կարևոր է այս process-ը, ինչքան կարևոր է, որ գնում է լեգիտիմ։ Ընդդիմությունը իրավունք ունի բողոքարկել արդյունքները ընտրությունների ու անպայման կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր բողոքներին պետք է սպառիչ պատասխան տա։ Վերահաշվարկ արվեց, ողջունում եմ դա, այդ մեծ process էր, անվավեր համարվեցին 3 տեղամասերում ընտրության արդյունքները, հիմքեր կային, 3-ից 2-ը մենք ձեզ հետ ուսումնասիրել ենք, ակնհայտ է, որ հիմքեր կային, հիմա այս վերջնական ամփոփ որոշումները կենտրոնական ընտրական հանձնաժողովի պետք է վերջնակետը դնեն ու լեգիտիմությունը ուժեղացնեն պաշտպանել այս ընտրությունների, ներքին լեգիտիմությունը իշխանությունների արդյունքների ընտրությունների անչափ կարևոր է Հայաստանի համար այսօր։ Մինչ նոր հանդիպումներ։